կապ ունի, որովհետև էլի մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջությանն է վերաբերվում, ծխախոտի հետ կապված օրենքը երբ որ մենք ընդունեցինք, որ եւ դրսում իրավունք չկա ծխել, ոստիկանությունն է զբաղվում դրանով եւ տեսչական մարմինը, մեր քաղաքացիների առողջության մասին մենք մտածում ենք, բայց եկեք տեսեք, որ երրորդ տարին է դրսի սրճարաններում ծխում են, մենք ինչ պետք է անենք, որ ծխում են, ինչ չունենք, այդքան ուժ չունենք, որ դա զսպենք, թե այդպես պետք է օրենքը ընդունենք ու մնացածը մեր վրա ծիծաղեն, ինչ է, նկատում քաղաքացին մյուսը, որը որ տեսնում է մի ուրիշ անց ծխում է, այդ քաղաքացին լավ չի վերաբերվում մեզ, ասում է, բայց ինչի պետք է ծխեն այդտեղ։ Ես կուզենամ, ես չեմ ուզում դուք ինձ պատասխան տաք, ես ուզում եմ դրանով զբաղվեք։ Կոնկրետ ուժ չունենք, ուրեմն եկեք օրենքը փոխենք, եթե ուժ ունենք, ուրեմն եկեք լուծում տանք։ Ինձ համար տհաճ է, որ ես ազգային ժողովի պատգամավոր եմ, ինչ-որ միտեղ նստած եմ, տեսնեմ 2 կամ 3 հոգի ծխում են։ Ես ոստիկան չեմ, որ իրանց ասեմ ինչի եք ծխում։ Կամ այդ օրենքը փոխենք, շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Սուքիասյան, ակնհայտորեն դուք էլ նշեցիք, որ խոշտանգումների դեպքերի արձանագրմանը չի վերաբերվում բնականաբար հարցը, հարցն առնչվում է վարչական իրավախախտում կազմելու հնարավորությանը, կարծում եմ, որ ոստիկանությունը, լինի պարեկային ծառայությունը, թե տվյալ դեպքում համայնքային ոստիկանությունը, հնարավորինս իր ներուժի չափով փորձում է կանխարգելել վարչական իրավախախտումները, իսկ առկայության դեպքում դրանք արձանագրել եւ կազմել համապատասխան տուգանքներ։ Փորձենք առավել մեծ ջանքեր գործադրել այս ուղղությամբ, թե օրենքը փոփոխելու արդեն լիազորությունը խորհրդարանինն է, եթե խորհրդարանը կորոշի օրենքը փոփոխել, բնականաբար ոստիկանությունը կամ որևէ այլ իրավակիրառ մարմին պետք է կիրառի այն օրենքները, որը ընդունում է խորհրդարանը։ Համեցեք արձագան։ Նայեք, դուք որ ասում եք օրենքը փոխելու, ես նկատում եմ, դուք պետք է հիմնավոր տեղեկանք տաք, որ չենք կարողանում այս ուժով այդ իրականացնել։ Սա առաջինը։ Երկրորդը, ես ինչ եմ խնդրում, արդեն չգիտեմ, օպերատիվ կենտրոն ունեք, թե չունեք, ցանկացած տեղեկություն պետք է գա օպերատիվ կենտրոն մշակվի, վերլուծվի դրանից հետո։ Օրինակ շատ նեղ փողոց կա, 8 մետր է այդ փողոցի լայնությունը։ Այդ ազդանշանը մեքենայի, որ ոստիկանական տրվում, այդտեղ սրճարաններ են, մարդիկ օրինակ վատ են զգում, որտեղ շատ մոտիկ է, իհարկե Շանզելիզեում դա կարա չլսվի, որտեղ 80 մետր է, նկատեմ այդ նորմատիվները, որ քննարկեք այդ կենտրոններում, որ չլինի, իհարկե շատ լավ է խստացված ռեժիմը, մենք ընդունում ենք, գոհ ենք աշխատանքից բանի, պարեկների, շատ լավ է, բայց պարեկներին դուք էլ պետք է այդ գործիքները տաք, որ իրանք ավելի լավ սպասարկեն հասարակությանը, շնորհակալություն։ Շատ բարի, շնորհակալություն, պարոն Սուքիասյան, ուզում տեղեկացնեմ, որ այո, ունենք օպերատիվ կառավարման կենտրոն, բնականաբար, եւ բոլոր ահազանգները կենտրոնացում են օպերատիվ կառավարման կենտրոնում, ըստ այդմ արդեն վարվում են կոնկրետ օրինակ պարեկային ծառայության դեպքում ղեկավարվում են համապատասխան կարգախմբերը։ Մնացածի մասով, այո, շատ բարի, վերլուծենք որևէ արդյունքների մասին կկիսվենք նաեւ ձեզ հետ։